Մարդկանց նույնպես չի կարելի նախանձել, այլ պետք է մտածել, թե ինչն է պատճառը, որ ես չեմ հասել նման իրավիճակի։ Շատ դեպքերում մարդիկ կյանքի մեջ, այս կյանքի ժամանակահատվածում ինչ-որ Աստված տվել է մարդուն, մարդիկ չեն կարողանում առաջ գնալ, որովհետև իրենք ներքին վախեր ունեն։ Իրենք ներքին վախեր ունեն եւ այդ ներքին վախերը թույլ չի տալիս, որ մարդը առաջ գնա։ Գիտեք ինչ, ես այս բիզնեսը տնեմ, կարող է պատահիչ լինի։ Ես նկարում եմ, եթե սկսեմ նկարչական արվեստով զբաղվել, կարող է պատահի իմ նկարները չվաճառվեն։ Ես ձեռագործությամբ եմ զբաղվում, եթե ձեռագործությամբ զբաղվեմ, հնարավոր է իմ այս ձեռագործությունը ինձ մեծ դրամական հաջողություններ չբերի, զգեստներ եմ կարում, զբաղվում եմ հագուստի մոդելավորմամբ, երբ որ դուք վախենում եք, որ կարող է այդ հագուստները չգնվեն, այդ վախերը, ներքին վախերը, սիրելիներս, թույլ չի տալիս, որ դուք հասնեք ինչ-որ բարձունքների։ Այն մարդիկ, ովքեր որ իրենց խելքի, մտքի շնորհքով հասել են բարձունքների, իրենք կարողացել են այդ ներքին վախերը իրենց մեջ հաղթահարել եւ հասել են հասարակության մեջ դիրքերի, հասել են եւ դրամական, եւ անձնական հաջողության, ֆինանսական երջանկության են հասել, որովհետեւ իրենք աշխատել են, իրենք շարժվել են, իրենք վախերը ներքին վտանգները հաղթահարել են, շատ դեպքերում սայթակել եւ նորից բարձրացել են։ Նույնն է, եթե դուք կատարեք, դուք նույնպես կհասնեք սիրելիներս հաջողության։ Դրա համար նաև նման մարդկանց հանդեպ չի կարելի լսվել նախանձով, ընդհակառակը մտածեք ձեր ուղեղը թող աշխատի, ինչն է պատճառը, որ ես կակնած եմ, իսկ իրենք ինչ-որ հաջողությունների հասել են։ Դուք կակնած եք, որովհետև դուք վախենում եք, որովհետև չեք պայքարում, որովհետև ինչ-որ բան չի թողնում, որ դուք առաջ գնաք, իսկ այդ անձնավորությունները ընդհակառակը իրենք իրենց ներքին վախերը, խնդիրները հաղթահարել են, իրենք Աստծուն հավատացել են, իրենք իրենց ուժերին հավատացել են եւ առաջ են գնացել, զարգացել։ Գիտեք ինչ, նախանձը սիրելիներս, ելի եմ ասում, ոչ միայն դիմացի մարդու էներգետիկան է քարկայում, այլ ձեր սեփական էներգետիկան է քարկայում։ Ես որ մարդկանց հետ աշխատում եմ, մարդկանց տեսնում եմ, երբ որ գալիս են մարդիկ ինձ մոտ տարբեր խնդիրներով, մեկը մտածում է, որ իր վրա կա թուղթուկրեր, կա անեծք, լինում են եւ թուղթուկրեր, լինում են եւ անեծք, նաեւ կա այսպիսի իրավիճակ, սիրելիներս, որ մարդկանց գիտեք ինչ, որ մարդկանց ներքին նախանձը այդ մարդու մեջ բերում է խնդիրներ, եւ առողջական խնդիրներ, եւ անձնական խնդիրներ, եւ ֆինանսական խնդիրներ, այնպես չէ, որ այդ նեգատիվ էներգիան, որ դու տալիս ես այդ մարդու ունեցվածքի ընտանիքի վրա, այդ նեգատիվ էներգետիկան ձեր վրա չի ազդում։ Դրա համար խորհուրդ եմ տալիս, ոչ թե նախանձեք, այլ մտածեք առաջ գնալու, մտածեք զարգանալու, մտածեք ձեր սեփական էներգիան ստեղծելու, օգտագործելու վրա, որպեսզի խնդիրներ չունենաք, որպեսզի հասարակության մեջ զարգանաք, առաջ գնաք։ Խորհուրդ եմ տալիս չնախանձել, որովհետև նախանձի էներգետիկան ավերակի էներգիա է բերում եւ քո տան մեջ, եւ քո սեփական բիոէներգետիկ դաշտի մեջ, նաեւ այն մարդու, ով որ դառնում է նախանձի առարկա։ Որպեսզի դուք էլ նախանձի առարկա չդառնաք, սիրելիներս, եթե ունեք ինչ-որ բաների եք ասել, ինչքան հնարավոր է դրա մասին մի ցուցադրեք, մի խոսացեք, մի պատմեք, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր որ օտար են, ովքեր որ ձեր հանդեպ հարազատ չեն, բարեկամներ չեն, շատ դեպքերում եւ հարազատները բարեկամներն են, իրենց նախանձի էներգիան ուղղորդում ձեր
երջանկության վրա եւ խնդիրներ առաջացնում, որպեսզի պաշտպանված լինի ձեր ամեն ինչը, ձեր ազնական երջանկությունը, միտ խոսացեք, մի կիսվեք, իշքան ձեր բերանը փակ լինի, այնքան դուք մեծ հաջողություն եւ առաջխաղացում կունենաք։ Նաեւ այնինչ որ ունեք սիրելիներս, դա անպայման պետք է պաշտպանության տակ վերցվի, որպեսզի մարդկային նեգատիվ էներգետիկան այդ ձեր հնարավորությունների, ձեր ունակությունների, ձեր կարողությունների վրա չազդի եւ որպեսզի մարդիկ դուք անձամբ բոլորը որպեսզի խնդիրներ չունենան, չպետք է նախանձել։ Ճիշտ է լինում է, որ մարդիկ ասում են նախանձը դա լինում է չար նախանձ, լինում է բարի նախանձ, նախանձը միշտ էլ վատ էներգետիկա է, չի կարող նախանձը լինել բարի, չի կարող է նախանձը լինել չար, նախանձը ինքը ավերող էներգետիկա է, ավերում է եւ դիմացինին, ավերում է նաեւ ձեզ, ովքեր որ նախանձով եք նայում տվյալ մարդու անձնականին գեղեցկությանը, հաջողությանը, երբ որ նախանձով լսված խոսքեր եք ասում, արտահայտություններ եք անում, մտածեք, որ այդ էներգիան հարվածում է նաև ձեր սեփական աուրային։ Իշքան հնարավոր է մարդը պետք է հանդուրժող լինի, մարդը պետք է բարի լինի, մարդը պետք է ինքը իր էներգետիկան օգտագործի, իր հնարավորությունները օգտագործի, որպեսզի կյանքի մեջ բարիքների հասնի, որովհետև մեզանից յուրաքանչյուրը սիրելիներս, մեզանից յուրաքանչյուրը աշխարհ է եկել հաջողության հասնելու համար, ոչ թե եկել է տխրություններ, դժվարություններ ունենալու համար։ Ամեն մարդ ունի միսիա, դրական միսիա, լավ միսիա, պետք է կարողանանք մենք այդ մեր միսիան կատարենք, պետք է շարժվենք, պետք է առաջ գնանք եւ չպետք է ոչ մեկին նախանձենք։ Այսքանը սիրելիներս, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Одноклассникում, կոնտակտում գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Հաջողություն, ստեսություն։